Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոյի եւ կրթվել է նորաձև շարժման համատեղ ջանքերով մենք սկսել ենք հաղորդումների շարք արհեստական բանականության, դրա անձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքակազմի, ինչպես նաեւ հնարավոր վտանգների մասին։ Մեր հյուրերը AI գծով մասնագետներ են, ովքեր կօգնեն մեզ հասկանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել AI գործիքները ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այսօր մենք կխոսենք, թե ինչպես ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը քաղաքաշինության ոլորտում։ Մեր հյուրը Ռեարմենիա ընկերության տնօրեն Գևորգ Պողոսյանն է։ Ողջույն Գևորգ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հետ զրուցել։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Հստակ է, որ արհեստական բանականությունը առնչվում է գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում եւ քաղաքաշինությանը։ Եկեք հասկանանք, թե քաղաքաշինության մեջ արհեստական բանականությունը ինչպես է աշխատում։ Հա, այստեղ շատ կարևոր է ասել, որ բոլոր ոլորտներին առնչվում, այլևս գրեթե չի։ Ու թե որ ոլորտում ինչքան ուրեմն ավելի խորը օգտագործում արհեստական բանականությունը ինչ խնդիրներ լուծում, այդ արդեն տվյալ ոլորտի մասնագետների կազմակերպությունների արհեստական բանականությունը embrace անելու, ներառելու տեմպից է կախված, հա։ Քաղաքաշինությանը վերաբերող խոսակցություններում հիմնականում արհեստական բանականությունը սկսել է օգտագործվել smart city կոչվածից, այսինքն մոտավորապես մի 15-20 տարի առաջ արդեն այդ կոնցեպտները ակտիվ պիլոտային ձևով տարբեր տեղեր կիրառվում էին, Սինգապուրից, Չինաստանից սկսած, Էմիրություններով, եվրոպական քաղաքներով, Միացյալ Նահանգներով վերջացած, հա, ու այն ժամանակ դեռ AI-ը իր ճանաչող этаպում էր, AI-ը 4 տարբեր փուլերով զարգանում է, perception AI, երբ որ AI-ը դեռ ճանաչում է պատկերներ, տեքստեր եւ այլն, generative AI, երբ որ բովանդակություն է ստեղծում արդեն AI-ը, agentic AI, երբ որ AI-ը որոշումներ է կայացնում, ու հաջորդը գալիս է physical AI, երբ որ արդեն ռոբոտների մեջ է այդ գործակալը agent կոչվածը ներդրվում, ու արդեն ֆիզիկական աշխարհում է խնդիրներ լուծում։ Վտանգավոր է հնչում մի տեսակ։ Չէ, շատ ոգևորիչ ու շատ օգտակար է հնչում, որովհետև այս ամեն ինչը գործիքներ են, AI-ը ինքը իրանով գործիք է, ու այս պետքա ամեն անգամ ամեն առիթով ասել, որ ոչ թե AI-ն է եկել մարդուն փոխարինելու, այլ AI օգտագործող մարդիկ են փոխարինելու, AI չօգտագործող մարդկանց։ Դա շատ կարևոր միտք է, ու քաղաքաշինության մեջ եւս այն ուրեմն քաղաքապետարանները, կառույցները, որոնք որ քաղաքի կառավարմամբ կամ վերահսկողության ինչ-որ process-ներով են զբաղված, ովքեր որ կսկսեն օգտագործել AI-ը, իրանք փոխարինեն այն մյուսներին, ովքեր չեն օգտագործում, հա, բայց հետ գալով բուն թեմային մոտավորապես մի 14-15 տարի առաջ անգամ հենց Երևանում խոսակցությունները գնում էր Huawei կազմակերպության հետ որևէ պիլոտ անելու մասին ու այն ժամանակ AI-ն օգտագործվում էր այդ perception AI, ճանաչող AI, ուրեմն կոնտեքստում, այսպես ասած, այսինքն AI-ը քաղաքում տեղի ունեցող տարբեր process-ներ, պատկերներով հիմնականում ճանաչում էր, օրինակ փողոցում ասենք ինչ որ մեկը պատահաբար ընկավ։ Ուրեմն կամերաները ֆիքսում են, որ դա ընկել է, այդ մարդն ընկել է, AI-ը հասկանում է, որ ուրեմն ինչ որ խնդրեմ կա, միանգամից շտապ օգնություն է կանչում։ Կամ երկու հոգի կռվում են իրար հետ, խփում են իրար հրմշտոցը ասեն գնում, AI-ը հասկանում է, ճանաչում է այդ իրավիճակը, ոստիկանություն է կանչում։ Չէ, ինքը հələ որ physical AI չկա, ինքը հələ չի մտնում այդ ամեն ինչի մեջ ինտերակցիա AI-ի ֆիզիկական աշխարհում դեռ չկար, հա, մենակ perception AI-ն, ինքը որ ճանաչում էր եղածը, տեղեկացնում համապատասխան մարմիններին։ Կամ ասենք եթե երկու հոգի կռիվ են անում, ինչ որ մեկը ընկավ, այդտեղ միանգամից համ շտապ օգնության, համ ոստիկանությանն է կանչում, կամ օրինակ բանը երթևեկության կառավարման մեջ է շատ ակտիվ օգտագործվել ու հիմա էլ ակտիվ օգտագործվում է, այսինքն կախված մեքենաների քանակից որոշում է, որ ասենք լուսացույցը ինչքան ժամանակ կանաչ պահի, երբ փոխի դեղին, երբ կարմիր, այդ այսինքն ոչ թե ի սկզբանե մարդ մասնագետները որոշումներ են կայացնում, թե որտեղ ուրեմն հոսքերից կախված քանի րոպե կամ վայրկյան պետքա այսինչ կամ ամեն ինչ լուսավորը վառի կամ հանգի, այլ արդեն այդ պահի դրությամբ վիճակից կախված AI-ը որոշումները կայացնում է ու հրահանգները համապատասխանաբար տալիս է։ Հիմա բայց շատ կարևոր է հասկանալ, որ այս generative ու agentic AI, այսինքն գեներացնող ու արդեն գործակալ ուրեմն հանդիսացող AI-ի փուլում ահագին վիճակը փոխվել է։
մասնավորապես հիմա քաղաքների digital twin կոչվածն են սարքում, այսինքն թվային շատ, այս ինձ էլ է շատ հետաքրքրում, իրականում ձեզ հյուր գալուց առաջ է, որ սկսել եմ ավելի խորանալ, թե այսօր ինչ է կատարվում, որտեվ 15 տարի ինչ էր կատարվում, Իդրամի շրջանակներում, մեր տեխնոլոգիական զարգացման շրջանակներում պլյուս մինուս պատկերացումներ կար, Huawei-ի հետ էինք շփվում, բայց թե ինչա հիմա կատարվում, ուր ենք հասել, շատ հետաքրքիր է, մասնավորապես յուրաքանչյուր քաղաքի թվային երկվորյակն է ստեղծվում, պատկերացրեք, հենց Nvidia կազմակերպությունը օրինակ, իր Omniverse միջավայրը ունի, այսինքն վիրտուալ միջավայրում պատկերացրեք ամեն ինչ քաղաքին վերաբերող կրկնօրինակվում է։ Copy-paste մոտավորապես։ Հա, ավելի շուտ, հա, կարճ ասած։ Հա, ինչի որովհետև հենց այդ copy-ն էլ ոնց է տեղի ունենում, կամերաներով նկարածը, լիդարային սկաներներով արդեն սկանավորած այդ ամբողջ բովանդակությունը, այնտեղ ծառեր, թփեր, փողոց, ասենք շենքեր եւ այլն, այնտեղ լուսավորներ ու ամեն ինչ որ կա քաղաքում, հա, պատկերացեք սկանավորվում է, ու դրա փաստորեն թվային երկվորյակն է ստեղծվում։ Ու ամենահետաքրքիր մասը որն է իրական աշխարհից հավաքած տվյալները փաստորեն ներմուծվում են այդ վիրտուալ միջավայր, ասենք դիցուք քանի մեքենա է, ասենք մի ժամվա ընթացքում այս ասենք ճանապարհով անցնում, որ ժամերին է ավելի շատ խտությունը, որ ժամերին է ավելի քիչ, այդ սաղ ինֆորմացիան հավաքեցինք, քաղաքի բնակչությունն ինչքան է, ասենք արդյունաբերական շենքերը քաղաքում ինչքան են, կամ ասենք այդ բնակիչների համար նախատեսված մանկապարտեզներ, դպրոցներ, 3-4 ինչքան են, որտեղ են, այս ամբողջ տեղեկատվությունն արդեն այդտեղ կա, ու դու կարողանում ես սիմուլացնել ցանկացած իրավիճակ։ Բայց ես ուզում եմ մեր ունկնդիրները հնարավորինս այս մի բանը պատկերացնեն, որ ըստ էության նոր, շատ արագ զարգացող, շատ հետաքրքիր բան է, որ urban AI կոչվածը, այսինքն ուրբանիստիկայում արհեստական բանականությունը այսօր արդեն digital twin-ների միջոցով կարողանում է կանխորոշել կամ կանխատեսել սկզբում որևէ իրավիճակ, սիմուլյացիա արվում, պատկերացնում եք, չէ, իրականում հիմա եթե մենք ուզենայինք հասկանանք, լավ, եթե Սայաթնովայով ISSS փողոցները փակելու ուրեմն պատճառով, ուրեմն երթուղին կամ ասենց երթևեկությունը շատ ավելի ծանր դառնա, որ օրերին, որ ժամերին ինչքան է ալնելու, որ ըստ դրա որոշենք, այս փոսը երբ փորենք, այն լուկը երբ բացենք կամ փակենք, հա։ Մենք այդ կամ պետքա այն որ մատից հոտ քաշելով, հա, ինչ որ մարդիկ մասնագետներ կամ մասնագետ կոչվող մարդիկ պետքա սկսեին ինչ-որ ենթադրություններ անել ու պարզ չի այդ ինչքանով իրական կլներ կամ ասենք հնարավորություն այդ ամեն ինչն իրականում փորձելու պարզապես չկա։ Քաղաքաշինությունը համարվում է մարդու ճաշակի մշակութային մտածողությանը վերագրվող ոլորտ։ Արդյոք մենք կարող ենք այս ոլորտում արհեստական բանականության հետ միասին քայլել։ Ի նկատի ունեք արհեստական բանականությունը բնական մարդկանց հետ միասին, հա, ոնց որ իր զարգացումն ապրի քաղաքում, դրա մասն է, իհարկե, անպայման։ Այսինքն, այսօր արդեն այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Հենց հիմա օրինակ դուք հենց այդ նույն քաղաքով տեղաշարժվելու համար տաքսի եք պատվիրում, ասենք GG ծրագիրը բացեցիք, պատվիրում եք, որտեղից որտեղ ինչ ժամանակում կգնաք, որտեղ են խցանումներ, որտեղ չէ, հենց արհեստական բանականությունն է, այդ ամբողջ տվյալները այդ նույն քաղաքից, որտեղ դուք իր հետ զուգահեռ քայլում եք, ապրում եք, այդ տվյալները հավաքում է, դրա հիման վրա որոշումները կայացնում, ձեզ խորհուրդները տալիս է, դուք էլ այդ խորհրդի հիման վրա քշում եք կամ այս կամ այն փողոցով։ Իհարկե պետքա հիշենք, որ հիմա դեռ արհեստական բանականության գեներացնող ու գործակալ էտապում ենք agentic AI ու generative AI։ Ձեր ասածը արդեն ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով է գործելու, այն որ արհեստական բանականության հետ միասին քայլում ենք, այդ արդեն physical AI-ի ժամանակ։ Այս փաստորեն ընդհանրապես մի տարուկես է երևի մնացել, որ արդեն հումանոիդ ռոբոտները մասսայական վաճառքի դուրս գան։ Չինաստանում իմիջիալուց արդեն կան հումանոիդ ասելով մարդու նման ռոբոտ, 2 ձեռք, 2 ոտք, դա էլ է շատ կարևոր։ Ինչի են հումանոիդ սարքում, որովհետև քաղաքը ամբողջ միջավայրը հենց մարդու համար է կառուցված։ Հիմա եթե մենք ուրիշ տեսակի ռոբոտ սարքենք, ակերով, 6 ձեռքով բան, ինքը այս մեր ստեղծած քաղաքից, մեր կառուցած քաղաքից նույն հաջողությամբ չի կարող օգտվի։ Քանի որ ամեն ինչ աստիճաններ, չգիտեմ, այնտեղ դռներ, բաներ հենց մարդու համար է սարքած, ամենաարդյունավետը հենց մարդու նման հումանոիդ ռոբոտներն են, որոնք Չինաստանում արդեն կարելի է այդպես 10-ից 15,000 դոլարով 12-13 տարեկան երեխու բոյի, ասենք, ռոբոտ առնել ու ինքը տարբեր խնդիրներ ձեր համար կլուծի, բայց ընդամենը
1.5 տարի հետո արդեն բազմաթիվ կազմակերպություններ, ներառյալ Տեսլան օրինակ, հայտարարել են, որ իրանց հումանոիդ ռոբոտները պետքա հանեն վաճառքի, ինչ որ մարդը ֆիզիկապես պետք է աղբը պետքա հավաքեր, ծառերը պետքա ջրեր, տնգեր, էտեր, երրորդ, չորրորդ, այդ ամեն ինչն Մենք փոխարեն կանի AI-ը։ Հա, իրականում մենք շատ ենք դրա մասին խոսում, մենք համարում ենք, որ այդ մենք ենք հիմա իրանց փոխարեն անում, ռոբոտները քանի չկային, մարդիկ ահագին գործ, որ ռոբոտի գործածության անում էին, բայց հիմա որ ռոբոտներն եկել են, արդեն իրանց գործերը կվերցնեն, իրանք կանեն, մենք սկսենք մարդավայել գործերով զբաղվել։ Բայց ամեն դեպքում ռոբոտներն էլ հենց մարդու ստեղծածն են։ Հա, իհարկե։ Դե հա, ոնց որ համակարգիչները նույն AI-ը, արհեստական բանականություն, ոնց որ ցանկացած նոր տեխնոլոգիա, նույն օրինակ քաղաքում կամերաներ շարած, այդ աչքի հիմքով է, ասենք, ստեղծած, հա, կամ ասենք, որ միկրոֆոնները ականջի հիմքով է ստեղծված։ Հիմա արհեստական բանականությունն էլ ուղեղի հիմքով ստեղծված նեյրոնային ցանց է։ Հատկապես 21-րդ դարում ապրող մարդու համար հարմարավետությունը շատ կարևոր է։ Պարզվում է արհեստական բանականությունը մեզ օգնում է հարմարավետ զգալ նաև քաղաքաշինության ոլորտում։ Արհեստական բանականությունը այսօր նաև օգնում է հասկանալ, թե ինչպես պատկերացնել, հաշվարկել ու պլանավորել քաղաքները ու դրանց հնարավորությունները։ Եթե նախկինում քաղաքաշինությունը հիմնվում էր գլխավորապես ճարտարապետների գիտելիքների ու փորձի վրա, ապա այժմ որոշումների հետևում տվյալներն են, արբանյակային պատկերներից մինչև իրական ժամանակում ստացվող տրանսպորտային հոսքերի թվերը։ Այսինքն արհեստական բանականության համակարգերը վերլուծում են երթևեկության խցանումները, կանխատեսում աղտոտվածության մակարդակը եւ օգնում քաղաքապետարաններին որոշել որտեղ ստեղծել այգի, նոր ճանապարհ կամ հասարակական տարածք։ Օրինակ Սինգապուրում Urban AI պլատֆորմը վերլուծում է ջերմային քարտեզները եւ օգնում նախագծել այսպես կոչված սառը փողոցներ, որտեղ օդի ջերմաստիճանը նվազում է բուսածածկման ճիշտ համադրությամբ։ Իսկ Կոպենհագենում արհեստական բանականությունը հաշվարկում է հեծանվային երթուղիների արդյունավետությունը, նվազեցնելով ավտոմեքենաների շարժը։ AI-ը նաև դառնում է կանխատեսող ճարտարապետ, կառուցապատման նախնական մոդելների միջոցով առաջարկելով էներգախնայող տարբերակներ։ Զարգացման նման ընթացքը թույլ կտա քաղաքները ոչ միայն դարձնել խելացի, այլև անհամեմատ հարմարավետ մարդկանց համար, եւ սա այն դեպքն է, որի պարագայում կարելի է վստահաբար ասել, այն սոսկ թվային գործիք չէ ու տեխնոլոգիան ծառայում է մարդուն։ Բնականաբար արհեստական բանականությունը նաև ունի մի շարք մարտահրավերներ, փորձենք հասկանալ, թե քաղաքաշինության ոլորտում այդ մարտահրավերները ինչպիսին են։ Մարտահրավերները այն ժամանակ են առաջանում, երբ որ այդ չի աշխատում։ Այսինքն, օրինակ, երբ որ ինչ որ մի տեխնոլոգիական լուծում կիրառում ենք ինչ որ խնդիր լուծելուց, բայց այդ տեխնոլոգիան բավականաչափ հղկված, մշակված, փորձարկված չի լինում, համապատասխան ուրեմն ձախողումներ են ունենում, բնականաբար այդ ժամանակ էլ առաջանում են խնդիրները։ Իհարկե, նայած ինչ մակարդակում ենք խոսում մարտահրավերներից, երբ որ այս ամբողջ տվյալները քաղաքի հավաքվում է ու ինչ որ տվյալների շտեմարաններում պահվում է, այդտեղ ռիսկ է առաջանում, եթե հանկարծ այդ շտեմարանները անվտանգ չլինեն, ինչ որ մեկը հեքանի, то есть կոտրեն ասենք ու այդ ամբողջ տվյալները վերցնեն, ի վնաս արդեն հենց այդ քաղաքի կառավարման կարա այդ ամեն ինչն օգտագործվի։ Այդ մի հարց է, այսինքն cyber security, այսինքն կիբեր անվտանգության դաշտն է, որ այդ բոլոր տվյալները որ հավաքում ու ի բարի օգտագործում ենք, հանգարց չվերցնեն ու ի վնաս չօգտագործեն։ Այս մի հարցն է։ Մյուս հարցը այդ հենց իրանց աշխատելու մասն է, հա, արդյոք ճիշտ է աշխատելու թե չէ։ AI-ը արհեստական բանականությունը, այստեղ մեզ շատ է օգնում։ Եթե առաջ որևէ սարք, որևէ տեխնոլոգիա պետքա բավականաչափ ուրեմն ծավալների օգտագործվեր, բավական քանակի տեստեր արվեր, հետո նոր հաստատվեր, որ հա սա կաշխատի ու հանվեր իրական շուկա, այսօր այդ տեստավորումները ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհում կարողանում ես անել, համարյա ճշգրիտ իրականի հետ համընկնող արդյունքներ ստանաս ու եթե չգիտեմ ինչ որ մի բան պետքա 10,000 անգամ գնար գար որ մենք համոզվեինք ասենք սխալի տոկոսը այսքան է ու դրա համար կարողա պետք էր 1.5 տարի ասենք այդ լիֆտը ենթադրենք աշխատեր գնար գար հիմա դրա կարիք էլ չկա որովհետև սիմուլյատորներում այսինքն նույն էս Nvidia-ի ինչ որ հիմա նոր նկարագրում էի Nvidia-ի այդ Omniverse-ում դու կարողանում ես
սիմուլյատորում արդեն այդ լիֆտը 10,000 անգամ բարձրացնել, իջացնել, բայց արդեն ոչ թե 1.5 տարում, այլ կարող է 1.5 ժամում, էլի։ Այսինքն AI-ը վիրտուալ իրականությունում ռեալ խնդիրների լուծման սիմուլյացիաներով հնարավորություն է տալի կարճ ժամկետներում մեծ քանակի տեստավորումներ անել ու այդ սխալի, այդ մարտահրավերների ռիսկերի տոկոսը արդեն նվազեցնել շատ ավելի կարճ ժամանակում քիչ ծախսով։ Բայց դե հիմա միշտ էլ այդ խնդիրները կան, մենք մեկ օրինակ նույն AI-ի մասին որ խոսում ենք, մանավանդ գեներատիվ AI, ասում ենք դե գալյուցինացիաներ է անում, ինչ որ բաներ է հորինում, սխալ պատասխաններ է տալի, բայց հետո որ նայում ես մարդը ինչքան է հալյուցինացիաներ անում, իր խոսքի ու իր ուրեմն տված պատասխանների մեջ, այսօր արդեն տեսնում ես, որ ավելի շատ քան AI-ը, եթե ժամանակին նոր սկսելու ժամանակ էլի 30-40% հալյուցինացիաները հասնում էր, ընդամենը 3-4 տարվա ընթացքում իջել հասել է 0.7%-ի։ Սա ինչի համար եմ ասում, որ հա, ռիսկեր կան, սխալներ լինելու են, բայց մեծ արագությամբ տոկոսը այդ սխալների, այդ թվում հալյուցինացիաների գնալով իջնում է։ Քանի որ մենք անդրադարձանք նաև urban AI-ին, առաջարկում եմ փորձենք միասին հասկանալ, թե այն գործնականում ինչպես է աշխատում։ Ստեղ իրականում, քանի որ urban AI կոչվածը, այսինքն քաղաքի կառավարման համար արհեստական բանականություն կոչվածը ոչ թե առանձին գործիքների մասին է, ոչ թե առանձին գործիք է, որ կարող ենք դեմոնստրացիա անել, ոնց որ օրինակ Midjourney-ին կամ ինչ որ ChatGPT-ն ու Gemini-ը կարող ենք, այլ ինքը ենթակառուցվածք է։ Ես առաջարկում եմ հենց այդ ենթակառուցվածքի ուրեմն դիագրամը նայենք, որպեսզի հասկանանք ոնց է urban AI-ը աշխատում առհասարակ, ու նաև մի վիդեո կա, մոտ 1.5 րոպեանոց, էլի հենց NVIDIA-ի կողմից թողարկված, որն առաջարկում եմ դա եւս ունկնդիրներին ցույց տանք։ Ֆիզիկական արհեստական բանականությունը կարող է օգնել բարելավել միլիարդավոր մարդկանց կյանքը։ Քաղաքային մասշտաբի AI ստեղծելու համար ծրագրավորողները պետք է մոդելավորեն իրական պայմանները եւ իրական ժամանակում մշակեն միլիարդավոր սենսորային տվյալներ եւ միլիոնավոր տեսախցիկների հոսքեր։ Խելացի քաղաքի AI ագենտների համար նախատեսված NVIDIA Omniverse-ի սխեման դա հնարավոր է դարձնում, միավորելով թվային երկվորյակները, ուսուցումը եւ տեղակայումը մեկ միասնական գործընթացում։ Վերցնենք օրինակ ճանապարհային խցանումները։ Հոսքերի կառավարումը եւ անվտանգության բարձրացումը պահանջում են իրական ժամանակի տվյալներ եւ AI, որը հասկանում է բարդ միջավայրերը։ Փարիզում Anvis-ը օդային նկարահանումները վերածում է սիմուլյացիայի համար պատրաստ թվային երկվորյակի։ Քանի որ յուրաքանչյուր քաղաք տարբեր է, տեսողական լեզվական մոդելները ճշգրտման կարիք ունեն։ Milestone Systems-ը սինթետիկ տեսանյութ է ստեղծում NVIDIA Cosmos-ի միջոցով եւ օգտագործում է NEMO կուրատորը իրենց տվյալների բազաները մշակելու եւ հարմարեցնելու համար։ Care2K-ն օգտագործում է հարմարեցված մոդելներ, ստեղծելու AI ագենտներ, որոնք օգնում են լուծել քաղաքի կոնկրետ երթևեկության եւ անվտանգության խնդիրները։ Խելացի քաղաքի AI-ի համար նախատեսված NVIDIA Omniverse-ի նախագծի շնորհիվ նախագծման ժամանակը կրճատվում է գրեթե կիսով չափ, հեշտացնելով ավելի շատ AI ագենտների ստեղծումն ու տեղակայումը քաղաքային համակարգերում։ Իմիջիալոց շատերը կարող է իրանց հետարքրող բաներ գտնեն ու խորանան այդ թեմայի մեջ ու մասնագիտանան նաև դրանում, օրինակ Երևանի ավելի արդյունավետ աշխատելու համար այս ամեն ինչը պատկերացնելը շատ կարևոր է, էլի։ Այս վիդեոն ցույց տալն ու այս դիագրամը ցույց տալը իրականում ինչի համար եմ անում, որպեսզի մարդիկ այս ինչ որ մենք sense կիսա եթերային խոսում ենք, ակնհայտ աչքով տեսնեն, թե ոնց է քաղաքում շարժվող ամեն օբյեկտը AI-ի կողմից ճանաչվում, դրա վերաբերյալ համապատասխան ինֆորմացիան համապատասխան արդեն բազայում դրվում ու որոշումներ կայացվում։ Ես կառաջարկեի մենք այս հարցի վերաբերյալ փորձենք մեր ունկնդիրներին հետևյալ առաջարկն անենք, որ այնուամենայնիվ, որտեղ այս 15-20 րոպեվա մեջ ցույց տալ, թե ամեն ինչը ոնց է աշխատում, պարզավոր հնարավոր չի, բայց մյուս կողմից ասել, թե ինչ խնդիրներ է AI-ը, urban AI-ը առհասարակ կարա լուծի ու հետարքրել մարդկանց, որպեսզի իրանք խորանան ամեն մեկը իրանց քաղաքում հուզող, այսպես ասեմ, իրանց ամենաշատը հուզող խնդրի վրա կենտրոնանան ու սկսեն արդեն խորանալ, ուսումնասիրել, տվյալ լուծումներն ասենք գտնել ու քաղաքում, հենց իրանց քաղաքում կիրառելու հարցը լուծել։ Պատկերացնում եք, ի նկատի ունեմ պատասխանատու քաղաքացի կոչվածը
այսօր այլևս այն մարդը չի, ով որ խնդրը տեսնում բարձրաձայնում է, այլևս այդ մարդն է, ով որ խնդրը տեսնում է ու լուծում է, այսինքն այս եղած հնարավորությունները բացում են արդեն շատ քիչ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու հնարավորություններ։ Հիմա ինձ թվում է այս հաղորդման արդյունքում իդեալական կլինի, որ քաղաքացիները ինչ որ քանակ այս ամեն ինչը պատկերացնելով որոշում կայացնի, որ այլևս ինքը այս հարցերի պատասխանատվությունը վերցնելու է ու լուծելու է, էլի։ Շնորհակալ եմ նման ինֆորմատիվ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Ռեարմենիա ընկերության տնօրեն Գևորգ Պողոսյանն էր, իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվելը նորաձև շարժումն է, որը նպատակ ունի խթանել մշտապես կրթվելու հնարավորությունները եւ բացահայտել ինքնազարգացման նոր հնարավորությունները։ Իսկ ստուդիայում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։